Ցեղասպանությունից անցած 110 տարուց անցավ եւս մեկ շաբաթ եւ պատմությունը, քանի որ կրկնվում է ու ցավոք սրտի պատմության հիմնարար որակներից մեկն է անդադար կրկնվելը, այսօրվա դասը մենք նվիրում ենք ոչ թե ցեղասպանության զոհերի հիշատակին միայն, այլ այն խիզախությանը, որը մենք վաղուց չենք դրսևորում իսպար։ Եվ այդպես այս շրջանում հատկապես, այսինքն վերջի 4.5 տարի հատկապես, բայց մինչ այդ էլ տարիներ շարունակ հնչում են մի քանի հարցեր ցեղասպանության թեմայի հետ կապված եւ ընդհանրապես ազգային ինքնության, եւ այսօր ես կհանդգնեմ որոշակի ձևով պատասխաններ տալ այդ բոլոր հարցերի, որոնք որ հնչում են։ Եվ այդպես առանձնացնենք 4 հիմնարար հարցը։ Առաջինը, արդյոք ազգը ընդհանրապես կարևոր է։ Ընդհանրապես աշխարհում։ Երկրորդ հարցը, արդյոք մարդու համար կարևոր է ազգային պատկանելությունը։ Երրորդ հարցը, ցեղասպանության վերաբերյալ, հնչում է վերջերս շատ հաճախ, ինչքան էլ դա մեզ համար զարհուրելի եւ տխուր է, այնուամենայնիվ այդ հարցը հնչում է, արդյոք ժամանակն է ներել եւ մոռանալ, թե շարունակենք պայքարել ցեղասպանության ճանաչման եւ պահանջատեր լինելու համար։ Եվ չորրորդ հարցը, ինչպես պայքարել։ Չորրորդ հարցը մշտական է, մշտարդիական հարցն է, թե ինչպես պայքարել, եւ այդպես փորձենք այլ առ այլ գնալ այս հարցերով։ Առաջինը մենք դաժե չեմ կարող ասել, քանի դաս ունենք ազգի թեմայով, եւ վերջի շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք անդրադառնում այս հարցին, ու որոշակի ձևով արդեն անդրադարձել ենք հարցին, թե ինչ է ընդհանրապես ազգը, դրա համար ես չեմ ուզում այդ հարցի վրա շատ երկար կանգնել, փաստը հետևյալն է, չնայած որ ամբողջ աշխարհը փորձում է դեռ տեսական մակարդակում ժխտել ազգերի կարևորությունը եւ անգամ որոշակի ձևով թե գիտական մակարդակում, թե լրագրողական, թե քաղաքական հնչեցնում է, որ ընդհանրապես ազգային պատկանելությունը, ոնց որ իրենք ասում են, ընտրության հարց է, աբսուրդ է, բայց մենք պետք է փաստենք հետևյալը, քանի որ անգամ գիտությունը, հատկապես գենետիկան, ապացուցում են, որ ազգային պատկանելությունը բնական տարր է, ըստ այդը մենք կարող ենք ասել նորից եւ նորից, երբ որ մենք սկսում ենք մերժելով ֆաշիզմը, մերժել նաև ազգային պատկանելությունը, նման հարցը կամ նման պատասխանները իրենք իրենցով եւս դառնում են ֆաշիզմ։ Սա շատ հստակ պետք է նշել, հակառակ դեպքում մենք անընդմեջ ընկնելու ենք այդ կեղծիքների մեջ եւ դրանով պարտվելու ենք։ Դրա համար նորից եւ նորից մենք ասում ենք ազգային պատկանելությունը բնական է եւ շատ կարեւոր։ Հիմա այստեղից, երբ որ մենք մտածում ենք, իսկ ինչով է դա արտահայտվում, ինչպես է դա դրսևորվում, մենք խոսում ենք ազգերի մակարդակում, ազգային որակների, ազգային առանձնահատկությունների, ազգային ավանդույթների, սովորությունների եւ այդպես շարունակ, եւ դա գալիս է դարերի խորքից այնքան հեռվից, որ շատ դժվար է ընդհանրապես վեր հանել, թե որն է առանձնահատկությունը, երբ ֆանից է այն գալիս։ Գոնե հին ազգերի վերաբերյալ։ Նոր ազգերը, երբ որ ձևավորվում են, իրականում անցնում է շատ երկար ժամանակ, մինչև ազգը էթնիկ խմբից դառնում է իրականում ազգ։ Մենք այսօրվա դասի ընթացքում խոսում ենք հենց ազգերի մասին, այլ ոչ տարբեր տարաբնույթ էթնիկ խմբերի։ Սա շատ նորից կարևոր հստակեցում է։ Եվ ըստ այդմ, երբ որ մենք խոսում ենք ազգերի մասին, մենք ասում ենք, որ ազգային արժեքային համակարգը, որ ազգին էլ որ լինի, բխում է տիեզերական ազգային արժեքային համակարգից։ Դա տիեզերական արժեքային համակարգից։ Դա բնական է, որովհետև դու մասն ես ամբողջության։ Բայց երանգները ապահովում են բազմազանությունը։ Ինչու, որովհետև պարզ աշխարհը ոչնչանում է շատ ավելի հեշտ։ Բազմազանեցումն է աշխարհի կայունության գրավականը։ Սա անգամ մաթեմատիկայում պարզ կանոններից է, եւ դա աշխատում է բոլոր մակարդակներում, այդ թվում կենսաբանական, եւ պատահական չէ, որ հիմա կենսաբանական մակարդակում էկոլոգները եւ մյուսները անընդմեջ խոսում են բազմազանության անհրաժեշտության մասին։ Դա դրսևորվում է նաեւ արժեքային համակարգի մեջ, եւ ըստ այդմ դրսևորվում է նաեւ ազգային
առանձնահատկությունների կարևորության։ Սա ազգերի վերաբերյալ։ Մյուս հարցը ոնց որ ասեցինք, երբ որ հարց են հնչեցնում, լավ, միգուցե ազգերը կան, բայց արդյոք ամեն վերցրած առանձին մարդու համար կարևոր է իր ազգային պատկանելությունը։ Սա շատ ավելի կարևոր հարց է ըստ իս եւ շատ մեծ դաշտեր կարող է բացել այս հարցի շուրջ խորհելը։ Ինչու, որովհետև տեսեք, մենք բարբերաբար մեր դասերի մեջ անդրադառնում ենք, որ ոչ միայն գենետիկ մակարդակում, անգամ հենց էպիգենետիկ հիշողության մակարդակում մենք տեսնում ենք ազգային պատկանելության արտահայտումը տարբեր մարդկանց մոտ, բայց նույն ձևով, նույն հիվանդությունների, նույն բուժման մեխանիզմների, որոնք որ մեկի ուրիշ ազգի վրա կարող են չաշխատել, բայց մեր ազգի վրա կազդեն, խոտաբույսերի ազդեցության տարբերությունը եւ այդպես շարունակ։ Այն ամբողջ սովորությունները, որոնք որ գալիս են ոչ միայն դաստիարակությամբ, իրենք հենց էպիգենետիկ հիշողությամբ փոխանցվում են եւ դառնում են մարդու բնավորության անկախտելի մաս։ Եթե մենք դա սկսում ենք մերժել, մենք կորցնում ենք մեր ինքնության զգալի մասը եւ ըստ այդմ չենք կարողանում աշխատել դրա հետ։ Սա շատ կարևոր է, մենք ուղով գնացողներս ցանկացած բան դիտարկում ենք հենց վերևի տեսանկյունից եւ ըստ այդմ մենք ասում ենք, օրինակ, կա 6 տեսակի շնչող էակներ։ Շատ կարևոր է հասկանալ ով ես դու, որպեսզի ճիշտ գնաս ճանապարհով։ Դեռ ավելին, այն դասում, որին որ դու պատկանում ես, շատ կարևոր է հասկանալ, որ տեղում ես դու, ինչպիսի մթագնություններ ունես, որպեսզի դրանց դեմ պայքարես, եւ ինչպիսի դրական որակներ ունես, որպեսզի դրանք զորացնես։ Ըստ այդմ նորից ու նորից կարևորվում է ինքնության ընկալումը, եւ դրա համար մերժելը ազգային ինքնությունը արդեն իսկ միանշանակ բերում է դեպի փակուղի։ Սա մյուս հարցը եւ այստեղից մենք երբեմն օրինակ ենք բերում ծառերի, որ տարբեր ազգերում մշտապես հնչում է, որպես ասացված անգամ, որ ծառը ավելի հեշտաճում է այնտեղ, որտեղ իր արմատներն են եւ աճելու, զարգանալու, դեպի երկինք գնալու ըստ այդմ շատ ավելի հեշտ է, երբ որ կապը ազգային ինքնության հետ մնում է եւ նույն ձևով մենք անգամ կենսաբանության մեջ հիմա խոսում են տեղական ծառերի եւ ինվազիվ ծառերի եւ մենք տեսնում ենք ինչպես ինվազիվ ծառերը թե կենսաբանության մեջ թե ցավոք սրտի արդեն մարդկության այդ ինվազիվ արժեքները ոնց են քայքայում ընդհանրապես ազգային արժեքային համակարգը եւ ընդհանրապես մարդկային արժեքները ու այդ ամբողջը աշխատում է բոլոր մակարդակներում կենսաբանական, քաղաքական, սոցիալական եւ այդպես շարունակ, որովհետեւ դա բնական կանոններ են։ Երբ որ մենք նայում ենք ուսմունքի ճանապարհը, այստեղ շատ մեծ նրբություն կա։ Մենք ասում ենք, որ ըստ այդմ ազգային ինքնության տարբեր գծերը կարողանում են նպաստել, որ այս կամ այն ճանապարհը ավելի դյուրին լինի մարդու համար։ Բայց այստեղ կա մի հատ մեծ հարց։ Օրինակի համար մենք գիտենք 4 հիմնարար աշխարհի ուսմունքներ, դե լավ մենք ասում ենք հիմնականում 3-ի մասին, բայց ընդհանուր առմամբ ընդունված է խոսել 4-ի, այդ 3 տարբեր ուսմունքները տարբեր մարդկանց վրա նստում են տարբեր ձևերով, նույն ձևով նստում են տարբեր ազգերի վրա։ Մտածել, որ քրիստոնեության տարբեր գծերը այնուամենայնիվ մոտ են իրար, սխալ է, շատ տարբեր են։ Եվ եթե մենք տեսնում ենք ուսմունքների առանձնահատկությունները իրականում, թե ինչպես է ուսմունքը նստում ազգային արժեքային համակարգի վրա եւ ըստ այդմ փոփոխվում եւ յուրացվում, այստեղ մենք տեսնում ենք, որ նույնը կարող է լինել այլ ուսմունքների հետ։ Եվ դրա համար է, որ ես անձամբ ընդհանրապես խնդիր չունեմ, որ գնում եմ բուդդայականության մեծն լուսավոր ճանապարհով։ Սա խորհելու թեմա է եւ ըստ այդմ երբ որ մենք ասում ենք կան 84000 արահետներ, որովհետեւ տարբեր տիպի մարդկանց համար ամեն մի տիպի համար ընկալելի եւ դյուրին է այդ բազում արահետներից մեկը։ Սա
այդ հարցի շուրջ եւ հիմա ցեղասպանության, որովհետեւ ցեղասպանության թեման ցավոք սրտի դառնում է եւ վերջին շրջանում անգամ հենց մեր իշխանությունների, դավաճան իշխանությունների դրդմամբ դառնում է շահարկման թեմա։ Սարսափելի է մի քանի տարի առաջ մենք չէինք էլ պատկերացնի, որ ընդհանրապես կլինի հայ, որը որ կարողանա մերժել կամ շահարկել ցեղասպանության թեման, այսօր մենք տեսնում ենք դա վերևի մակարդակից եկող։ Դա սարսափելի է, զարհուրելի է, բայց մենք պետք է հասկանանք իսկ ինչ անել դրա հետ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք հետևյալը, առաջինը մի քիչ ավելի խորը։ Մենք իհարկե պահանջում ենք, որ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը։ Դա կարևոր է, որովհետև երբ որ մենք նայում ենք անգամ ուսմունքի տեսանկյունից, մենք տեսնում ենք, որ միայն ընդունել սեփական մեղքը, դրանից հետո մարսել այդ մեղքը գրավական է զարգացման համար։ Դրա համար պահանջել ցեղասպանության ճանաչումը մեզ համար դա բարություն է Թուրքիայի համար, որովհետև միայն երբ որ իրենք ճանաչեն դա եւ միայն երբ որ իրենք կարողանան ինչ որ ձևով եւ ապաշխարել եւ քավել մեղքերը, միայն դրանից հետո իրենք կարողանան ճիշտ ճանապարհով գնալ։ Դա բնական է, թեկուզ շատերը դա չեն հասկանում։ Դրանից ավել, երբ որ մենք մտածում ենք աշխարհը պետք է պահանջի դա եւս, դա պետք է բաց թողնենք։ Ումից ենք մենք դա սպասում։ Աշխարհից, որը որ վերջերս մենք շատ ենք դա նորից ու նորից կրկնում, դեռ 100 տարի չլրացած առաջ այս աշխարհն էր, որ կազմակերպում էր ցուցահանդեսներ մարդկանց տիպերի։ Այս աշխարհն է, որ մինչ այժմ ֆինանսավորում է պատերազմներ, իսկ հետո փորձում գումարներ տալ փախստականներին։ Սա ամբողջությամբ կեղծիքով պատված աշխարհ է, եւ մենք բան չունենք սпасելու այս աշխարհից։ Այլ հարց, որ այս աշխարհը մերժում է թուլություն, եւ դրա համար միակ տարբերակը լինել ուժեղ, դառնալ ուժեղ։ Դա միակ տարբերակն է ոչ միայն ցեղասպանության հարցի լուծման, այլ նաև պատմության կրկնության խուսափելու ուղղությամբ ճիշտ քայլերի գործածման։ Սա մյուս հարցի վերաբերյալ է, եւ երբ որ մենք նայում ենք, թե ինչպես է հիմա կրկնվում պատմությունը, շատ պարզ է, արդեն մեր իշխանությունների դրդմամբ եւ շնորհիվ, եթե առաջ մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանը, հիմա մենք կորցրեցինք Արցախը եւ հերթական կորուստներ մեզ սպասում են իհարկե, քանի դեռ մենք շարունակում ենք մնալ թույլի դիրքում։ Եվ որոշակի ձևով կարելի է ասել, որ մեր նպատակը այս ամբողջի հենց դա է, որովհետև մենք կարող ենք շարունակել մեր այդ դիցային ցավ քարերը փորփրել, շարունակել խոսել մեր տառապանքի մասին, կամ մենք կարող ենք դառնալ իրական պահանջատեր, եւ այդ ժամանակ մենք կկարողանանք վերափոխվել։ Հիմա երբ որ մենք մտածում ենք ինչն է կարևորը, պատմությունը մեծ արժեք է։ Իր ցավով հանդերձ ու իր ոսկի էջերով հանդերձ։ Վերջերս նորից դրա մասին շատ եմ խոսում, բայց տեսեք, մենք ունենք մեծ խնդիր։ Մենք ունենք Թուրքիայի կեղծարարությունը եւ վերջին շրջանում մենք արդեն Երևանի պետական համալսարանում ծրագիր էինք փորձում ենք դեռ անել ծրագիր, հենց թե ինչպես խուսափել Թուրքիայի եւ Ադրբեջանի կեղծիքներից։ Եվ այստեղ հենց դա է շատ կարեւոր։ Երբ որ նայում ես, մտածում ես, որ լավ, իրենք էթնիկ խմբեր են ընդամենը, դեռ ազգել չեն ու ծիծաղելի է խոսել որպես ազգի մասին, բայց այդ տարբեր ցեղերը, քանի որ ցեղերը երբ որ նոր ձևավորվում են, շատ ուժեղ էներգիա ունեն, բայց նաև չարություն։ Ու այդ ամբողջը բնական է, բայց իրենք սկսում են զավթել, ու քանի որ կայանալու համար իրենց պետք է պատմություն, իրենք իհարկե գողանում են առաջին հերթին հենց պատմությունը։ Շատերը շարունակում են մտածել, ինչքան էլ դա սարսափելի չէ, շարունակում են մտածել, որ ոչինչ, ինչ դրանից, որ Թուրքիան ասում է, որ Ուրարտուն մերն է, ինչ դրանից, որ ասում են Նեմրութը մերն է, ինչ դրանից, որ Վանաձովը ասում են, որ մերն է եւ այդպես շարունակ։ Բայց հենց այստեղ միատօրինակ մի շարք գեղարվեստական գրքեր, կինոներ եւ այլն կան, թե ինչպես են մարդուն զրկում իր անունից եւ հանկարծ բոլորը ասում են չենք ճանաչում։ Եթե զրկվում ես պատմությունից, ով ես ընդհանրապես։ Շատ դժվար է ասել, եկեք պատկերացնենք, որ չկա այլևս մեր անունը, չկան մարդիկ, որ մեզ ճանաչում են, ով կասի, թե ով ենք մենք։ Սա լուրջ հարց է
եւ վերաբերում է թե անհատին ամեն մի եւ թե ազգին ընդհանրապես։ Եվ դրա համար պատմությունը այնքան մեծ արժեք է, որ ցանկացած գնով պետք է այդ արժեքի համար պայքարել։ Հիմա երբ որ մենք մի քիչ ավելի խորը նայում ենք, մենք տեսնում ենք այն տարբեր խնդիրներ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը անընդհատ առաջ են քաշում, եւ նորից պետք չէ անընդհատ հետքերով գնալ եւ պայքարել այն հարցերի դեմ, որ իրենք են առաջ քաշում։ Պետք է վերջապես կարողանալ փայփայել եւ գովերքել սեփականը, այլ ոչ անընդհատ պատասխաններ տալ։ Եվ այստեղից մենք գալիս ենք հիմնարար վերջին կետին, մենք գալիս ենք թե ինչպես պայքարել։ Ու երբ որ մտածում ենք ինչպես պայքարել, գիտեք, հին շատ լավ գիրք կա, իմ ամենասիրած գրքերից մեկն է, այնտեղ հիանալի բանաստեղծություն է։ Ասում է, եւ անգամ եթե որևէ մեկը ցանկանա, որ փոխվի այս ամենը, միևնույն է, անզոր ու տկարը կիչեցնի անկարող իր ձեռքերը, քանզի ուր է ծովահրեշի սիրտը եւ ունի արդյոք սիրտ այդ հրեշը։ Սա շատ հզոր բանաստեղծություն է, մեզ բոլորին հիմնականում պայքարողներին գոնե հենց այս հարցն է տանջում. ունի արդյոք այդ հրեշը սիրտ։ Ունի արդյոք այս ամբողջ չարիքը սիրտ եւ որտեղ է դա։ Բայց այստեղից մենք կարող ենք հասկանալ հիմնականը։ Մենք դեմ ենք ցանկացած պատերազմի, իհարկե դեմ ենք, բայց ոնց որ վերջերս խոսում էինք աշակերտների հետ, բոլորը գիտեն, կենդանիների նման է։ Եթե հնարավոր է, դու կենդանուն բարությամբ փորձում ես լուծել բոլոր հարցերը եւ խուսափում ես դրանով ագրեսիայից, որովհետեւ ինքը չի դրսեւորում ագրեսիան։ Բայց եթե դրսեւորում է, ապա քո թույլ դիրքը միայն ել ավելի շատացնում է իր ագրեսիան եւ դու հանձնվում ես արդեն իսկ։ Եվ դրա համար մենք չենք ուզում պայքարել։ Իհարկե չենք ուզում, որ լինեն պատերազմներ, մենք ուզում ենք, որ լինի բարություն, բայց պաշտպանվելու համար պետք է պայքարել, մշտապես, այլ ընտրանք պարզապես մենք չունենք։ Եվ այստեղից մենք մի անգամ արդեն ցիտել ենք, բայց նորից եւ նորից չեմ զլանա ցիտելու մատանիների տիրակալը, երբ որ Ֆարամիրը ասում է պատերազմ պիտի լինի, քանի դեռ մենք պաշտպանում ենք մեր կյանքը ավերողից, որն ուզում է ոչնչացնել ամենը։ Սակայն ես չեմ սիրում շողացող թույրն իր սրության համար, ոչ էլ նետը սրընթացության, ոչ էլ մարտիկին իր փառքի համար։ Ես սիրում եմ միայն այն, ինչը նրանք պաշտպանում են։ Այստեղից նորից եւ նորից պետք է այնքան սիրել սեփական հայրենիքը, պետք է այնքան սիրել եւ գնահատել զարգացման հնարավորության ճանապարհը, որպեսզի հասկանաս, որ բացի դրանից կարևոր բաներ չկան, միայն են մեծագույն զարգացումը եւ սերը, եւ հանուն դրա պայքարում ենք մինչեւ վերջ։